ու այդ ավելորդ բան պետք չի։ Մեծ ուրախություն։ Հա, ես շարևոր տնտեսությունից բացի ես կարևորում եմ արտաքին անվտանգությունը Հայաստանի Հանրապետության, որ շատ Ծառուկյանի հետ կլինի։ Ես ասեմ Ջորջ ջան, Ծառուկյանը կապերն ունի, հնարավորությունն ունի, մոտեցումներ ունի, պատկերացումների, վերլուծություններ ունի։ Այսօր ամենակարևորը մեր երկին առաջնային հարաժեշտ է երաշխավորած խաղաղություն։ Այսօր ասում են Ջորջ ջան, իմը ստե ԿՊ-ից էլ մարդ կա, եթե համարձակություն ունի, թող ասի ով է։ Չկալ բացառված կա, հա։ Չէ, լսեք, որև հիմնական ասում են վերել ենք խաղաղություն։ Ժորժ ջան, խաղաղությունը որն է, որ ասենք թե իրանք է Ալիևի հետ պայմանավորվածություն ունեն, ոչ մի ասենք թե ստորագրած, երաշխավորած թուղթ չկա։ Այսինքն Ալիևը պետք է պահանջի, այս պետք է տակ, քարքին պետք է տակ, ասենք 300,000 պետք է ադրբեջանցի, արդեն դրել է, երեք խոսել է, որ անպայման որ ընտրությունից հետո սահմանադրություն փոխվի եւ 300,000 ադրբեջանցի, մեր Արցախի ժողովուրդ եկել են ստե մնալու տեղ չկա, մերանք դռները փակել են, ունեցվածքը մեջը թողած, ընդ գնալու մասին խոսք չկա, այսինքն սա ինչ է նշանակում, ոնց կարելի է դրա համար առաջնայինը պետք է երաշխավորած խաղաղություն, երաշխավորած խաղաղություն դա նշանակում է, որ մենք Ալիևի հետ երաշխավորած հզոր պետությունների հետ դա կլինի Չինաստանը, Հնդկաստանը, կլինի Ռուսաստանը, որ լիարժեք այդ երաշխավորությունը թղթի տակ ստորագրում են, որ երկու պետությունները իրար հետ ոչ մի կռիվ չունեն, այս սահմանները շեշտված է, իրար հետ բարեկեցի։ Իսկ ով խախտեց, ինքը պատժվելու է, ինքը տուգանվելու է։ Այդ ժամանակ մենք պատերազմի դռները փակում ենք ամուր, վերջացա մենք զբաղվում ենք բարեկեցությամբ, զարգացման բարեկեցությամբ։ Թող հիմա որ այդ մեր ասենք թե ես որից եմ եկի հետ ասեմ թե վիրավորական չեմ խոսել, իմ հզորությունը կշիռը թույլ չի տալիս։ Դա հզոր մարդիկ են հարգալի։ Թող ցույց տան այդ փաստաթուղթը, որ խաղաղություն են բերել, որ վերջադրված պատերազմին սահմանները որոշած է եւ ով որ խախտեց պատժվելու է։ Դու մեկ թուղթ ցույց տա։ Այսօր պահանջատիրական, այսօր առավոտը հելնի։ Ես եմ ուզում ու ամեն անգամ Ալիևի խոսալուց, ես գիշերները չեմ կնում, որ նա իրան այդքան ոնց ասեմ։ Նա վստահ ասում։ Ինձ եվիա պահ, որ մենք ոնց որ գոյություն չունենք ձեր սաբը տանը։ Պարզ այ ասակ, ոչ թե մեկը թողապատուսի տես չի, ասեմ քուճակատը պատժեմ, տես չի։ Գոնե նա մի անգամ թողացի ժողովուրդ, ինչ եղել է ձեզ թուրիմացությանը մենք հարևան պետություններ ենք, ավարտված ամեն, սա ինձ հետո պետք է նորմալ հանգիստ, թող մի բառ ասի, ասեմ խաղաղություն կա, խաղաղություն չկա, խաղաղությունը պետք է լինի երաշխավորած։ Ինչ? Ինչի ենք մենակ մենք զիջում։ Միշտ թույլն է զիջում։ Դրա համար միայն ասելով մենք խաղաղություն ենք բերել, այսօր բոլորն էլ ուզում են խաղաղություն, հանգիստ ապրեն, իսկ դրա համար պետք է լինի երաշխավորած խաղաղություն, որ մենք վստահ լինենք, դուրը փակենք, որ ճաշ չդզա, գիշերն էլ հանգիստ կնենք, էլ չմտածեն, որ երեխան սահմանի վրա է, ու բացի դա մեր մոտեցմամբ ծրագրով որ սահմանի վրա 18 տարեկան երեխա կանգնել իրավունք չունի։ Այն ցաղիկը, այն անփորձ երիտասարդը, իսկի չգիտի սարում ինչ կա, զենքը ոնց կորնեն։ Բայց ուղարկում են գնդե, դա պաշտպանություն չի։ Պետք է լինեն պայմանագրային ծառայողներ։ Մեր 18 տարեկաններին ամենաշատը կարանվեցնեն 3 ամսով ծառայության, նրանք սահմանպահող չեն։ Իսկ այն մարդիկ, որոնք ասենք պատերազմի մասնակցել են, կան հիմնական գումարները բարձրացնեն, ավելի լավ է մենք ունենանք 10,000 պայմանագրային փորձառու ծառայողներ, որոնք կյանքում կռվել են, պատրաստ են, դիչնել գիտեն, կրակել գիտեն, ամեն տարի թող փորձաշրջան անցնեն, նորմերը հանձնեն, ով չի անձի թող թոշակի գնա։ Բայց մեր երիտասարդներն էլ 3 ամսով գնան կուրսեր, իմանան, պարապեն, կրակեն, գոնե զենք օգտագործեն ու գան իրաց տուն։ Սա է կարգը, սա է մոտեցումը։ Անփորձ երիտասարդին մենք իրավունք չունենք ուղարկենք սահման, որ նա ծնողը գիշերը չկնի, զանգը մի օր ուշացավ, կամ ասենք թե ոնց ասեմ, քեզ ավելի ծանր տանի իր ներվերի իր առողջության հաշվին։ Հասկանալի է։ Ուրիշ հարցեր։ Վարչապետ Ծառուկյանը չի ուզում։ Ծառուկյան վարչապետ։ Ես Ջորջ ջան, խոսք եմ տվել, ասենք թե հիմնական կարայի, ասեի, որ իմ կուսակցության վարչապետը ես եմ,
իմ արածով, ասենք թե արել եմ, ստեղծել եմ, կայացել եմ, ես օգուջերի մարդ եմ, բայց որ ավելի պակաս խոսակցներ չլինի, ասի Ծառուկյանը վարչապետ լինելու համար եկեն գելա գյուղ է գյուղ, որ ձեն վեկալի վարչապետ դառնա։ Վարչապետ 4 հոգի տեխնացու կա, որոնք համ փորձ ունեն, համ պատրաստական են, համ կապել ունեն, համ արդյունք են ցույց տվել։ 4-ին էլ լիարժեք կներկայացնեմ, եթե հաջողությունը տրվեց այդ որոշելու։ Ժողովուրդ իր գնահատականը կտա, բացի դա իմ թիմակիցները, որի մեջ այսօր մասնակցում են, իրենք էլ կտան։ Այսօր ոչ թե պետք է վարչապետը ասենք թասի, մենք էլ ենք սմարտ, մենք էլ ենք սխալվել։ Պաշտոնյա մարդը լիարժեք, որը պատասխանատու ժողովրդի համար սխալվելու իրավունք չունի։ Դրա համար պետք է փորձառու մարդ, աշխատած մարդ, որ երբեք ու երբեք ժողովրդի վրա փորձառություն չկատարել։ Ժողովուրդը եթե վստահել է, հավատում է, որ լիարժեք այդ վստահությունը պետք է իրականանա։ Ձեր ծրագրի մեջ մի շատ գեղեցիկ